Տիկին Պալյան, դուք ներկայացրեցիք խմբակցության որոշումը հանձնաժողովի նախագահի թեկնածության առաջադրման։ Հիմա ես ուզում եմ դուք ներկայացնեք, թե ձեր խմբակցությունը ինչ չափանիշներով է ընդհանրապես առաջնորդվում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում։ Մի քանիսը նշեմ այդ չափանիշներից։ Թիմի ղեկավարության հրահանգների անխոնջ, լուռ, առանց քննարկման պատրաստակամությունը կատարման որպես գլխավոր նախապայման, թե համապատասխան ոլորտային բնագավառի բարձրագույն որակյալ կրթություն ունենալը, համապատասխան ոլորտային մասնագիտական մեծ փորձառությունը, համապատասխան բնագավառում կառավարման ղեկավարման փորձառությունը, օրենսդրական գործունեությանը նպաստող իրավական գիտելիքների առկայությունը, օրենսդրական գործունեության հարուստ ու ակտիվ փորձը, ասենք օրենսդրական նախաձեռնություններ, ոլորտային հարցերի քննարկումներում ակտիվ մասնակցություն հանձնաժողովների նիստերում, աշխատանքային քննարկներում, թե թիմում էլ ուրիշ տարբերակ չունենալը, թե ուրիշ չափանիշներ, որոնք ես չնշեցի։ Կխնդրեի նշել հանձնաժողովի նախագահի թեկնածության առաջադրման ձեր խմբակցությունը առաջնորդող չափանիշներն ընդհանրապես եւ կոնկրետ այս պարագայում մասնավորապես։ Տիկին Գյուրեղյան, եթե դուք ուշադիր եղաք, ես Տիկին Հունանյանի կենսագրականը ներկայացնելուց ներկայացրեցի փորձը համապատասխան ոլորտում։ Մեր խմբակցությունում որոշումները եւ ցանկացած որոշում կատարվում է եւ հիմնվում է բացարձակապես գիտելիքի ու փորձառությունը հաշվի առնելով եւ այս դեպքն էլ բացառություն չէ, այո, խմբակցությունը առաջադրում է Տիկին Հունանյանի թեկնածությունը հաշվի առնելով վերջինիս գիտելիքներն ու փորձառությունը առողջապահության ոլորտում։ Շնորհակալ եմ։ Ունեք արձագանք, համեցեք։ Տիկին Պալյան, այդ պարագայում, եթե գիտելիքներն էր ձեզ համար առաջնայինը, որպես չափորոշիչ, մասնագիտական ոլորտային գիտելիքները, շատ ներողություն, դա ձեր խմբակցության խնդիրն է, բայց ձեր խմբակցությունում կար նման գիտելիքներ ունեցող հանձնաժողովում Լուսինե Բադալյան առնվազն գոնե։ Իհարկե շատ ավելի լավ է, որ Էմա Պալյան ու Հրաչյա Հակոբյան չի առաջադրվել, բայց առնվազն Լուսինե Բադալյան կար։ Չէ, ճիշտ եմ ասում։ Ամեն դեպքում դուք ինձ չպատասխանեցիք փաստացիորեն համապատասխան ոլորտային բարձրագույն կրթությունը, համապատասխան օրենսդրական ակտիվ փորձառությունը, դուք հանձնաժողովում ինձ հետ միասին անընդհատ աշխատել եք եւ շատ լավ գիտեք, որ ես տեսել եմ հանձնաժողովի անդամների ակտիվությունը որևէ օրենսդրական հարց քննարկելիս աշխատանքային քննարկումներում հանձնաժողովի անդամի քվեարկությունը, այդ թվում թե ձեր, թե Հունանյանի, թե մյուսների։ Տիկին Գյուրեղյան, դուք չեք որոշում մեր խմբակցությունում ում առաջադրենք, սա մեկ, եւ նորից դուք չեք որոշում Էմա Պալյանը թե Հրաչյա Հակոբյանը լինեն թե ոչ։ Մենք առաջադրել ենք Տիկին Հունանյանի թեկնածությունը, կրկնում եմ, բացառապես հիմնվելով գիտելիքների ու փորձառության վրա։ Շնորհակալ եմ։